Հրապարակը գրում է. բանակի գնդերեցներին դավանափոխանելու եւ վեհափառ հայրապետի դեմ արշավանքին մաս դարձնելու ՊՆ ղեկավարության ջանքերը կարծես արդյունք չեն տալիս։ Վերջին օրերին տեղեկություններ են տարածվում, թե որոշ բարձրաստիճան զինվորականներ, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, ճնշում են գործադրում գնդերեցների վրա, սպառնալիքների եւ այլ միջոցներով փորձելով նրանց ներքաշել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած եկեղեցու բարենորոգման արշավի մեջ։ Բանակի բարձրաստիճան սպաներից մեկը թերթին փոխանցել է, որ 2-3 հոգևորականի է հաջողվել դավանափոխանել, այն էլ մեծ խոստումների գնով, որ բնակարանով կապահովեն, ֆինանսապես կաջակցեն։ Կորպուսի հրամանատարները կանչում են հոգևորականներին, համոզում, թե բանակը մեկ ընդհանուր օրգանիզմ է, եւ եթե Փաշինյանն ու Պապիկյանը եկեղեցու դեմ նման դիրքորոշում ունեն, ապա բոլորը պարտավոր են նման դիրքորոշում ունենալ։ Սակայն գնդերեցների ճնշող մեծամասնությունը ոչ միայն մերժել է, այլև նախատել բարձրաստիճան զինվորականներին քաղաքական իշխանության խաղաղերի մեջ մտնելու համար, ասել են, որ բանակը դրանով ոչ թե պետությանն է ծառայում, այլ ՔՊ-ին։ Ժողովուրդը գրում է. իշխանությունները եկեղեցու բարենորոգում անվան տակ ոչ միայն ցանկանում են, որ վեհափառն իրենց կողմից ընտրված լինի, այլ նաև փորձում են հայ առաքելական եկեղեցու գույքին տիրանալ։ ԿՊԱ-ականները հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ նոր նախագիծ են բերել ազգային ժողով։ Իշխանությունը որոշել է վերահսկել հայ առաքելական Սուրբ եկեղեցու հովանու տակ գտնվող սեփականությունը, ներկայացնելով օրենսդրական մի փոփոխություն, որը հիմնականում վերաբերում է եկեղեցապատկան հուշարձաններին։ Նախագիծը հեղինակել են ՔՊ խմբակցության падգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսա Գաբրիելյանը, որը կոչվում է Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ։ Հրապարակի տեղեկություններով ընտրություններին ընդառաջ ներքին հրահանգ է իջեցվել բանակի ատեստացիայի հանձնաժողովներին, որպեսզի հնարավորինս բարձր գնահատեն զինծառայողների քննությունները եւ հնարավորինս մեծ թվով զինվորականների աշխատավարձեր բարձրանան։ Շատ զինվորականներ, ովքեր մինչ այժմ տարբեր պատճառներով չէին մասնակցում ատեստավորման գործընթացին, քանի որ հաճախ կտրվում էին քննություններից, իմանալով այդ հրահանգի մասին դիմել են, որ օգտվեն նախընտրական նպաստավոր պահից։ Ժողովուրդը գրում է. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գեղեցիկ լուսանկարով հայտնել է, թե քանի մարդ է գրանցվել Արմեդ համակարգում, որ օգտվի ապահովագրության դեռ շատ անհասկանալի տարրեր պարունակող համակարգից։ Բայց լուսանկարի թվերը տպավորիչ չէին, սպասելի էր, ինչպես խոստովանում է հենց ինքը նախարարը։ Տպավորիչը նախարար Ավանեսյանի թանկարժեք գոտին է, որը Hermes բրենդի գոտի է, Kelly 18 Belt։ Վերևի ձիակառքի լոգոն հենց Hermes-ինն է։ Մեկ այլ լուսանկարում Անահիտ Ավանեսյանի շարֆիկն է աչքի զարնում։ Այն Քրիստիան Դիորից է, որը զեղչով արժե 64000 դրամ։ Թերթը հիշեցնում է, որ նույն Անահիտ Ավանեսյանն էր, ով թանկարժեք պայուսակ է կրում 3132 ԱՄՆ դոլար արժողությամբ։ Հրապարակը գրում է. օրերս պաշտոնապես հայտնի դարձավ, որ Ստեփանավանի բժշկական կենտրոնի արդեն նախկին տնօրեն Անուշ Իսպիրյանին մեղադրանք է առաջադրվել, իրեն վստահված գույքը հափշտակելու եւ խարդախության հոդվածներով։ Իսպիրյանը ըստ մեղադրանքի կեղծ բուժառույնների է գրանցել եւ պետությունից գումար ստացել, իրականում բուժում չստացած մարդկանց համար։ Նա ԲԿ տնօրեն էր նշանակվել մոտ 3 տարի առաջ, 2021 թվականի ամռանը։ Թերթի տեղեկություններով այդ հարցում գործուն ջանքեր է գործադրել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Գաղտնիք չէ, որ Ստեփանավանում հենց նա եւ հայրն են բոլոր ոլորտներում կադրային քաղաքականություն իրականացնում եւ Անուշ Իսպիրյանը, որը Պապիկյանի հոր ընկերոջ դուստրն է, նշանակվել է հենց նրա հովանավորությամբ։ Հրապարակը գրում է. հանրային հեռուստաընկերությունը ձգձգում է քաղաքական, երաժշտական, շոու եւ այլ ծրագրերի մասովկայի մասնակցող հանդիսատեսի վարձատրությունը։ Այսօր կտանք, վաղը կտանք։ Հանդիսատեսը հիմնականում թոշակառու կանայք են, որոնց խոստացված գումարն ինչքան էլ չնչին, մատից մի փուշ կհանի։ Բայց այլևս չեն հավատում դատարկ խոստումներին։ Թերթին ասել են, որ տարիներով կուտակված պարտքեր կան։ Հեռուստաընկերությունը ոմանց պարտք է 2023-ից սկսած։ Տարեց կանայք խոստացված գումարները ստանալու պահանջով դիմել են ծրագրերի համակարգողին, բայց պատասխան չեն ստացել։ Ժամերով տաղավարում նստելն ու հաղորդման ձայնագրությանը մասնակցելը չափազանց հոգնեցնող ու ձանձրալի է։ Բարձր ձայներ, աղմուկ լուսարձակներ։ Մենք այն տարիքում չենք, որ դիմանանք դրան։ Մեզ այդ ռիսկին մղողը փողն է, որ խոստացել են ու չեն տալիս, ասել է կանանցից մեկը։ Ձանձրալի են հատկապես քաղաքական հաղորդումները, որոնց բովանդակությունը երբեմն իրենք դժվար են ընկալում։ Մեր ներկայությունն ուղղակի ծափեր ապահովելու համար է։ Երաժշտական հաղորդումները դեռ ոչինչ, գոնե երգ ու երաժշտություն է։
Թեև էլի հեշտ չէ ժամերով նստել նայելը, թե ոնց են հաղորդումը ձայնագրում։ Ամենաէժանը Պետրոս Ղազարյանի մեծ բանավեճ հաղորդման հանդիսատեսի վճարն է։ Մեկ հաղորդման մասնակցելու համար վճարում են 1600 դրամ։